Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախորդ շաբաթ վերսկսեց Կապան համայնքի գյուղեր շրջայցը։ Հիշեցնենք, որ մարզպետն անցած տարվա նոյեմբերին սկսել էր այցերը համայնքի բոլոր բնակավայրեր, սակայն եղանակային պայմանների պատճառով այն ընդհատվել էր։ Սյունիքի մարզպետը, նրա տեղակալներն ու աշխատակազմի պատասխանատոներն այցի առաջին օրը եղան Ագարակ, Եղվարդ, Խդրանց ու Ժանիս գյուղերում։ Առաջին կանգառը Վարդավանք-Խդրանց Ագարակ ավտոճանապարհն է։ Մարզային իշխանության ներկայացուցիչները քայլում են հիմնանորոգված 13.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհով ու դիտարկում այն։ Ճանապարհի նորոգման համար պետբյուջեից հատկացվել է 903 միլիոն դրամ։ Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը, ինչպես նաև իրականացվել են շինարարական այլ աշխատանքներ։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը քննարկում է նաև ճանապարհի հաջորդ հատվածի Ագարակ ու Ժանիսի նորոգման հարցի անհրաժեշտությունը։ Հանդիպում Խդրանց գյուղի բնակիչների հետ։ Նախ մարզպետը հետաքրքրվում է, թե արդյոք գյուղում կան բնակիչներ, որոնք ընդգրկված են 16 միլիոն դրամ պետական հատկացումով տուն կառուցելու ծրագրում։ Հիշեցնենք, որ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է 16 միլիոն դրամ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար, վերաբացվել է։ Ծրագրում ընդգրկված է նաև Խդրանց գյուղը։ Բնակիչներից մեկը նախկինում է ընդգրկվել ծրագրում, կատարել է վճարումը, սակայն շինարարական կազմակերպությունը դեռ չի սկսել աշխատանքները։ Այսինքն ինքը տվել է, որ այս տունը այս ձևով պիտի գասկե տեղադրվի։ Հա, խնդիրը ոչ թե ստե կառուցումը, այլ պատվիրել է այս ձևով որ բերեն տեղադրի։ Հիմա երևի պատվիրատու հետ է այդ խնդիրը 24 թվականից միջով։ Մի րոպե, խնդիրը որտեղ է, որ պետությունը փողը չի տալիս, դե պետությունը փողը վարկավորված 12-800 միջև 12-824 թվականի սեպտեմբերին փոխանցված է, սեպտեմբերի թե հոկտեմբերին է տակա։ Ու միջև հիմա չկա։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանձնարարեց կառուցապատողի հետ բարձել խնդիրը, բնակիչները անկեղծացան, շատերն են ուզում գյուղում տուն կառուցել, ապրել այստեղ։ Այսօր 5 ընտանիք, ասում են ջուրն ես գամ գյուղում ապրել։ Թեկուզ քաղաքում գնամ աշխատանքի գամ գյուղում էլ իմ տնտեսությունս փոքր դառնեմ, հիմա գործունեությունս անեմ, ապրել հիչ չկա։ Սա իհարկե լավ դեպք չի, երբ որ խմելու ջուր է արվում, այլ առաջնահերթություն կա։ Մարզպետ Ղուկասյանն է պարզաբանում, համայնքի ավականին պետք է առաջնահերթության կարգով ներկայացնի գյուղի խմելու ջրագծի նորոգման ծրագիրը, որպեսզի հաստատվի ու պետությունը 70%-ը ֆինանսավորի։ Բացի ջրի խնդրից բնակիչները բարձրացրին նաև գյուղամիջյան ճանապարհի նորոգման, վարչական շենքի ու եկեղեցու նորոգման խնդիրները։ Հաջորդ կանգառը Ագարակ գյուղն էր։ Այսօր անսպասելի էր, որ այս գյուղը պաշտոնավոր մարդ է եղել։ Ագարակցիներն էլ մարզպետին հերթով ներկայացրին իրենց մտահոգող հարցերը՝ ոռոգման ջրի խնդիր, արևային կայանների անհրաժեշտություն, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում։ Սուբվենցիոն ծրագրով նորոգվել է Ագարակի ջրագիծը, կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար։ Ծրագրի արժեքը 95 միլիոն 508 հազար դրամ է, որի 70%-ը 66 միլիոն 856 հազար դրամը հատկացրել է կառավարությունը։ Պետք է նախաշիվնարվի, նախագիծնարվի, բերվի, ծրագիր արվի, որ վերահսկողություն լինի, որակին համապատասխանի։ Ու Ժանիսի բնակիչներն էլ մշակույթի տանը վառարանն էին վառել, որպեսզի քաղաքից եկողներն անձրևոտ եղանակին չմրսեն։ Սրահը ծուխ էր լցվել, ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բնակիչներին ողջունելուց հետո փորձեց վառարանը կարգավորել։ Այստեղ էլ հիմնախնդիրը խմելու ջուրն էր։ Հարցը կարգավորելու համար սուբվենցիոն ծրագրով 121 միլիոն 153 հազար դրամից պետությունը տրամադրել է 70%-ը, 84 միլիոն 807 հազար դրամը։ Թոշակս հետ են գցել 400 մետր շլանգ եմ արել։ Տարել դուրս բերել իմ դուրս, բայց ջուր չունեմ։ Այնքան ջրաչափ է տեղավորել գյուղումը։ Ես ինչքան եմ բնակչություն կա, այնքան չի տեղավորել։ Ջրաչափ է սարել եմ, բայց ջուրը չկա։ Մարզպետի խորհրդական սուբվենցիոն ծրագրերի պատասխանատու Կարեն Բալյանը պարզաբանեց, խնդիրը աղբյուրակապումների, այսպես ասած կապտաժների մեջ է։ Կարեն Բալյանը մարզպետին առաջարկեց հանձնաժողով ստեղծել խնդիրն ուսումնասիրելու համար։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները եղան նաև Ագարակի ու Եղվարդի դպրոցներում։ Մարզպետը հանդիպեց ուսումնական հաստատությունների մանկավարժներին ու աշխատակիցներին, հետաքրքրվեց մտահոգող խնդիրներով։ Եղվարդի միջնակարգ դպրոցում աշակերտները ցանկացան առանձին հանդիպել մարզպետի հետ։ Չնայած ժամանակի սղությանը Ռոբերտ Ղուկասյանը չմերժեց սովորողներին։ Փակ հանդիպումը տևեց 1 դասաժամ, 45 րոպե։ Որակյալ կրթություն ու երազանքների իրականացումը առաջնահերթությունների շարքում են։ Եղվարդում պետություն համայնք համաներդրմամբ կառուցվել է խմելու ջրագիծը։ 111 միլիոն 385 հազար դրամից կառավարությունը հատկացել է 77 միլիոն 970 հազար դրամ, այսինքն 70%-ը։ Մեկ այլ ծրագրով 47 միլիոն 483 հազար դրամով նորոգվել է գյուղի կենցաղի տունը։ Այստեղ պետության մասնաբաժինը 28 միլիոն 490 հազար դրամ։ 3 բնակիչ օգտվել է 16 միլիոն դրամանոց բնակարանաշինության ծրագրից։ Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին եղվարդցիները մեծ մասամբ դիմեցին անձնական հարցերով։ Շրջայցի երկրորդ օրն սկսվեց ըրկենանցում։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախ ծանոթանում է բնակավայրի սուբվենցիոն ծրագրով կառուցված վարչական շենքին։ Կառուցման ու տարածքի բարեկարգման համար ծախսվել է 40 միլիոն 320 հազար դրամ, որի 60%-ը 24 միլիոն 192 հազար դրամը հատկացրել է պետությունը։ Մարատ Մանուչարյանը հետևում է կառավարության ռազմավարությանը եւ ոչ միայն Ըրկենանցի, այլ մի քանի գյուղի մտահոգող հարց է բարձրացնում։ Մեր վարչապետը ասում է, այս վերջի 5 տարի հետո Հայաստանում ջրի խնդիր չի եղել։ Եկող 5 տարի հետո։ Հա, կայես լսել։ Չայզամի կոչող լիճը որ կա, Ակմոր առաջաձեռին։ հա, 1980 թվականին կոմունիստական հասարակության օրոք արդեն պատրաստացել է։ Բասեինն էլ տեղը կա, որը ջուրը պիտի քաշին պիտի, ռոռոկման ջուրի մասը։ Այո։ Հիմի քաշին չի քանի տարի։ Նա սուբվենցիոն ծրագիրը նախատեսին, այդ ջուրը քաշին որպեսզի այս գյուղում կարտոշկա չեն վարի։ Դուք ձեր հարցի մեջ պատասխանը ասում եք, որ պետք է սուբվենցիոն ծրագիր արվի։ Ապրես։ 84-ամյա Ջոլետա Պողոսյանն էլ բողոք ուներ մարզպետին։ Վերջինս հենց տեղում հանձնարարական տվեց։ Ծմարը ջեմիկելիցը։ Հա։ Մի բանը ճանապարհը փակում։ Հացը պերմանը վերածրացի։ Ես 80 քանի տարի կնեմ։ Կարում խոչիմ հացը։ Բա գյուղը միջայել չկա գնա հացը բերի քեզ տա։ Բերումը կալի բայ։ Ճանապարհը մաքրե, որ միջ շաբաթինը մաքրում է։ Հնքանից մոտես տեղալ մաքրի թողեցին։ Բարոն Բալյան։ Հեյս ձունա գալիս ճանշինին ասում եք առաջինը Ըրկենանցը մաքրեն նոր մնացած։ Պայմանով գործողությունը կատարում։ Սի դու կոմոդ այնքան լավ բարի տատի ես, որ չես էլ կարում բողոքես։ Չի է ստացվում բողոքել։ Բարի դեմքով ով է բողոքում։ Միտներ ջղայնացի, միաս այդ ինչա ձեր հալը, ոչ մի բան չեք անում սաղորը։ Ես համեստ կնեի։ Միջ բնակիչները զրուցում էին մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների հետ, ներկայացնում իրենց հարցերը, Ջուլետա տատը Ըրկենանցի եկեղեցու հետ կապված մի խնդիր էլ հիշեց։ Ես եմ խնամում դեր, ես եմ զղթարել, ոչ մի անգարան ենք։ Հա։ Ամեն ինչ որ մոտես կզարմանաս։ Լրիվ ձերքում եմ անում։ Բոլորն էլ գալիս են, մոմ են վառում, գնում են, Իտալիայից եկել են, նկարահանել են, գտարել են։ Մենակ խնդրում պես ինչ հարց կողեցել։ Ինչա պետք ընդեղ, ինչի մասին ախոս։ Հետևի, պեն գերեզմանոց կան։ Հա։ Ընդեղ ասելա անհանար է, որ քանդուքս պատը։ Գերեզմանոցները խանգարում է։ Ջաղեցն հետև Պետք գերեզմանոց։ քանդվի այս պատը։ Չէ։ Չի ասում ես խանգարում է դրա համար, բայց Խանգարում է, էլի դանը։ Հիմա ուզում է, որ ես միջի պատոստի վերցնեն, հա։ հետո բետոնանեն, սվաղ բանանեն։ Պատմամշակութային հուշարձանը այտենց բետոն անելը բանը դա շատ բարդ process է, պետք է մշակութային հուշարձանները պատմամշակութային իրանք հատուկ ձևով են վերականգնում, որ հետո չասես ես ձեզ ասել եմ եկեցին սարքեք, եկել եք, ինչ եք սարքել։ Չափնիում խմելու ջրագիծ ու օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման համար պետությունը սուբվենցիոն ծրագրի շրջանակում տրամադրել է 73 միլիոն 956 հազար դրամ, ինչը կազմում է ընդհանուր արժեքի 70%-ը, իսկ սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 105 միլիոն 652 հազար դրամ է։
Չափնեցիները մարզպետին դիմեցին գյուղամիջյան ճանապարհները ասֆալտապատելու, արևային կայաններ տեղադրելու, գյուղտեխնիկա ձեռք բերելու, ինչպես նաև եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու հարցերով։ Ռոբերտ Ղուկասյանը դիտարկեց նաև գյուղի եկեղեցին, ծանոթացավ իրականացված աշխատանքներին։ Սևաքարում մարզպետի աշխատակազմի պատասխանատուները նախ եղան Սևաքար գյուղի Սուրբ Հռիփսեմիայի եկեղեցում։ Այնուհետև սևաքարցիները մարզային իշխանության ներկայացուցիչներին հանդիպեցին գյուղի կենտրոնում։ Սևաքարում նույնպես սուբվենցիով 2 ծրագիր է իրականացվել վերջին 4 տարում։ 80 միլիոն 190 հազար դրամով կառուցվել է գյուղի նոր ջրագիծը, որտեղ պետության մասնաբաժինը 56 միլիոն 137 հազար դրամ է կամ 70%-ը։ Սևաքարի հանդիսությունների սրահի շենքի նորոգման 31 միլիոն 494 հազար դրամից կառավարությունը տրամադրել է 60%-ը, 18 միլիոն 896 հազար դրամը։ Մարզպետը եղավ նաև Սևաքարի բուժակ մանկաբարձական կետում։ Ինչպես Սևաքարում, այնպես էլ Եղեգյուղում խնդիրները նույնն են՝ գյուղամիջյան ճանապարհների նորոգում ու ասֆալտապատում, գյուղտեխնիկայի ձեռքբերում, արևային պանելների տեղադրում։ Սուբվենցիոն ծրագրով Եղեգի վարչական շենքն է կառուցվել, ինչպես նաև բարեկարգվել հարակից տարածքը։ 45 միլիոն 621 հազար դրամից պետությունը ֆինանսավորել է 60%-ը, 27 միլիոն 372 հազար դրամ։ Եղեգի բնակիչների հետ մարզպետը հանդիպեց գյուղի դպրոցի դահլիճում։ Շրջայցի երրորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եղան Տավրուս, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերում։ Բնակիչները խոսեցին գյուղ տանող ու գյուղամիջյան ճանապարհների նորոգման ու ասֆալտապատման, խմելու ջրագծի կառուցման անհրաժեշտության մասին։ Անցած տարի Տավրուսի վարչական տարածքում հիմնվել է 2.5 հեկտարանոց ծնեբեկի ցանքատարածություն։ Այս պահին ծրագիրը ակտիվ զարգացման փուլում է։ Մարզպետը ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Սացիները ինքնին 2 տարեկան են եղել, այս տարի բացարձակ չեն կպնելու իրանց, եկող տարի պոտենցիալի մոտ 20-30% բերքա լինելու։ Տավրուսի միջնակարգ դպրոցից հետո հաջորդ կանգառը Նորաշենիկ գյուղն է։ 24 միլիոն 109 հազար դրամով Նորաշենիկում կառուցվել է մարզադաշտ։ Պետության ներդրումն այս սուբվենցիոն ծրագրում 13 միլիոն 260 հազար դրամ է, 55%։ Մեկ այլ ծրագրով նորոգվել է բնակավայրի վարչական շենքը 22 միլիոն 778 հազար դրամ, որի 60%-ը 13 միլիոն 667 հազար դրամը հատկացրել է կառավարությունը։ Խնդիրներից այստեղ առանձնացվեցին խմելու ջրատարի հիմնանորոգման, գյուղամիջյան ճանապարհի նորոգման, գազաֆիկացման աշխատանքները։ Այստեղ էլ մարզպետին բնակիչները դիմեցին անձնական հարցերով։ Ռոբերտ Ղուկասյանը ծանոթացավ նաև առողջության առաջնային պահպանման կենտրոնի աշխատանքային պայմաններին։ Ներքին Խոտանանում կրկին սուբվենցիոն ծրագրով կառուցվել է բնակավայրի վարչական շենքը ընդհանուր 42 միլիոն 453 հազար դրամ արժեքով։ Պետության մասնաբաժինը այստեղ 60% է, 25 միլիոն 472 հազար դրամ։ Հետաքրքիր է, որ բնակիչները տեղյակ չէին, որ վարչական շենքը կառուցվել է կառավարության հարկացված միջոցներով։ Դուք ծաղկե փունջ եք տալիս, ոչ մեկը չի տեսնում, մարդ մի ծաղիկի թերթ կա տալիս ու նենց են ներկայացնում, որ դա իրենք են անում, բայց մասած հենց դա է։ Ու 60% դուք ֆինանսավորել եք, որ գյուղապետարան սարքեն, այդ ինչա կոչվում, վարչական շենք վերջ։ Ես գիտեի, որ մենակ համայնքապետարան ասա սարքել, իրոք չնայած այն դեպքում, որ ես բոլոր պետական ծրագրերին հետևում եմ։ Սյունիքի մարզպետի շրջայցին մասնակցեցին նաև Կապանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները։ Նրանք բնակիչներին եւ մարզային իշխանությանը հավաստիացրին, որ համայնքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով մի քանի առաջարկներ կներկայացնեն ավագանու քննարկմանը։ Կապան համայնքի բնակավայր էր Սյունիքի մարզպետի աշխատանքային այցի այլ մանրամասները Սյունիքի օրակարգի հաջորդ թողարկումներում։